Նիկոլ Փաշինյանի եկեղեցուն նետած ձեռնոցը վերցնում է գործարար Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա մայրաթոռում խոստացել է անմիջականորեն մասնակցել գործընթացին։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ 7 տողանոց այս հայտարարությունը գրգռել է Փաշինյանի երևակայությունը, ստիպել բառապաշարի ամբողջ պերճանքն ու թշվառությունը շախտալ Facebook-ում, խախտելով հնգորյա լռությունը։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարոկ բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Կտրիչ Ներսիսյան, են պոռնկաբարո Արշակ Սրբազանիտ, ասա վերընկնի տեղը, բառից բուն իմաստով վերընկնի տեղը և բառից բուն իմաստով պոռնկաբարո։ Երկրի հակառակ կողմից գրականություն մտած բառամթերքը Փաշինյանը ստատուս է դարձրել խորհրդարանական Հայաստանի ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում։ Հենց այնտեղ է եղել ստատուսագրության պահին, ենթադրաբար լսել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը ու մտել Facebook։ Գործը արել, մոտը կանչել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարին։ Կադրում երևում է, ինչ-որ հրահանգ է ստացել Կոնջորյանը։ Մինչև դա խորհրդարանի միջանցքում Ալեն Սիմոնյանն է հրաժարվել մեկնաբանել Կարապետյանի հայտարարությունը, հարցը ստանալու պահին ցույց տալով, թե առհասարակ չի մտաբերում, ով է Սամվել Կարապետյանը։ Ով է Սամվել Կարապետյանը։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, ներողություն չգիտի։ Իսկ հպահականների օրը այնքան ուրախ տրամադրությամբ էր սկսվել։ Բյուջե 2024-ի հաշվետվությունն էր զվարճացրել դրանց, թե չէին էլ լսել ֆինանսների նախարարի զեկույցը, չկաշկանդվելով անգամ Փաշինյանի ներկայությունից։ Նրա տրամադրությունն էլ էր տեղը։ Հակաեկեղեցական արշավի կես ամսվա ընթացքում երրորդ անգամ էր սարկազմով օդում թողել լրագրողների բազմաթիվ հարցերը։ Պարոն Փաշինյան, մի քանի հարցի կպատասխանեք։ Որքան եք խուսափելու լրագրողների հարցերից։ Ուրավանդավար միշտ խուսափում է։ Վերջին ներկայումսը խուսափում է։ Կուսակրոնության ուխտի նրբությունները առավոտյան լրագրողներին մեկնել էր Ռուբեն Ռուբինյանը։ Աստված պահապան, որդիակս կամ դուստրես։ Այդպես էլ չպատասխանելով հարցին, ինչու իրավապահ մարմինները գործ չեն հարուցում, եթե վարչապետական ընտանիքը իսկապես տեղեկություն ունի, որ սրբազաններից մեկը մանկապիղծ է։ Աննա Հակոբյանն էր այդպիսի պնդում արել։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ պատասխան չէր գտել այդ հարցին։ Ես հիմա փոքրիկ դասախոսություն երևի պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը հակասահմանադրականության հիմքով դատարանում տապալած իշխանության ներկայացուցիչը փորձել էր սահմանադրական կարգի տապալման մասին դասախոսություն կարդալ լրագրողների համար։ Սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով։ Հետո հասկացել էր, որ մեմերի կերպար է դառնում ու որոշել էր հեռանալ լրագրողներին հրավիրելով էթիկայի դասերի։ Ես ձեզ բոլորին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն, լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։